բան էլ ուզում ասեմ, որ տեսեք, սովորաբար համաշխարհային ճգնաժամերը զուգորդում են համաշխարհային պատերազմներ։ Առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ մենք ստացանք ցեղասպանություն, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք բարեբախտաբար մեծ երկրի կազմում էինք եւ այդ ցեղասպանությունից խուսափեցինք, երրորդ համաշխարհային պատերազմում եթե մենք խոհեմ եւ խելոք չգտնվենք, մենք կկրկնենք այն, ինչ որ եղավ 1915 թվականին։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը ռեալ հասկանա, որ մենք շատ պատասխանատու, շատ լուրջ իշխանություն պետք է ունենանք, որպեսզի կարողանանք խուսափենք նոր ցեղասպանությունից։ Ոչ թե այսպեսի միա ցուցադրի, եթե արդեն եկել է Մարիամ երկրորդն էլ, եթե կարող է երկրորդ համաշխարհային հիբրիդային մակարդակով նոր երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, եւ երկրորդ համաշխարհային պատերազմը արդեն անցել, երրորդ համաշխարհային պատերազմի առաջ է կանգնած աշխարհը, դա աստվածը հիբրիդային բնույթ կրի, պետք չլինի արդեն միջուկային զենքի օգտագործումը։ Եվ մենք գնում ենք այս ամեն ինչին այս պատկերով, Անդրանիկը շատ լավ էր ասել, հա։ Այս ավտո, տեսեք։ Այս սանով ենք մենք գնում, դուք պատկերացնում եք, ասենք, դուք պատկերացնում եք, ալի բացի, Ալիևը սա տեսնում եք, կամ չգիտեմ, էլի մի նորմալ մարդ, մեր կողքի ինչ է կատարվում եւ այս պատկերով ավելի խայտարակ բաներ էլ իհարկե կան այնտեղ, մենք գնում ենք սրանցով այս խելագար մահվան, խեղկատակ, ծաղրացունը, չգիտեմ, ինչ Թևանյանը շատ լավ ձևակերպեց։ Եվ եկեք պիտի խնդրեմ Ալիևի հայտարարությունը մի քանի օր առաջ, որ այդ խաղաղության փաստաթղթերն ինքը 5 ամիս, 6 ամիս հետո ինչ է, խնդրեմ։ Թևանյանը շատ լավ ձևակերպեց, որ Ալիևը մի հայտարարությունով պայթեցրեց ամբողջ այս ավտոբուսի փուչիկը։ Ալիևը զարմանալիորեն ինքը փաստացի անկեղծ էր միշտ, ինքը հայտարարեց, որ միգուցե 6 ամիս հետո ինքը կփոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Ես ուզում եմ ասեմ, որ Թուրքիայում եւ Ադրբեջանի պատկան շրջանակները լուրջ մակարդակի սցենարներ են մշակում Իրանի զարգացման հետ կապված ինչ պետք է անեն Հայաստանի նկատմամբ։ Ես մի ինֆորմացիա էլ ասեմ, աշխարհում մենք բոլորս գիտենք, որ կոവിഡ്ը վաղուց արդեն ավարտվել է, բայց աշխարհի միակ երկիրը, որը դեռ փակ է պահում իր ցամաքային սահմանները, դա Ադրբեջանն է։ Այսինքն Ադրբեջանը միակ երկիրն է, որը իր սահմանները փակ է պահել եւ շատ շրջանակներ ունեն այդպես ասած կանխատեսում, թե ինչ է դարի։ Ես չեմ ուզում վախեցնել մեր հասարակությանը, բայց մենք պետք է կրկին մեկ անգամ եւս նշենք, որ Հայաստանի արչև, հատկապես իրանական այս զարգացումների արդյունքում լրջագույն խնդիրներ կարող են կանգնել, որտեղ մենք բոլորս էլ գիտենք, որ Զանգեզուրի հետ կապված այդ Ադրբեջանի ճնշումները, բաները միշտ զսպվում էր Իրանի կողմից, հիմնականում Իրանն էր ակտիվ դերակատար, մենք բոլորս հիշում ենք այդ ամենը, եւ եթե Իրանի ուժային համակարգը կազմաքանդվի, իհարկե Իրանը հնարավոր չէ հաղթել, բայց կարող է պատահի այնպիսի իրավիճակ առաջանա, որ Իրանը այնքան թուլանա ռազմական իմաստով, օրինակ եմ ասում, թողարկիչ համակարգերի իմաստով, այդ բանի անօթաչու սարքերի թողարկիչ համակարգերի պարագայում Իրանի ամբողջ համակարգի 90%-ը գրեթե կարելի ասել ջախջախված է։ Այսինքն այս գործոնը հաշվի առնելով մենք առավել եւս պետք է զգոն լինենք այս իրավիճակի համար, մենք պետք է պահպանենք այն բալանսը, որ կա այսօրվա դրությամբ եւ Աստված չանի, ես նույնպես եմ ասում, եթե այս մարդիկ, ովքեր որ զրո պատասխանատվություն ունեն ժողովրդի եւ երկրի համար եւ զրո պատկերացում ունեն այդ ամեն ինչը, իրանք մենակ պերաշկի եւ կուկուրուզ ուտելը իրանք համար դա իրանք այդ ամենը ցույց տալով իրանք ուզում են օրինակ սա այս խելագարը ես գիտեմ որ դուք բան եք անում շատ մի վարքյան է էլի չէ ինչ է անում սա տեսեք նա դե խնդրում եմ մի վարքյան էլի ես դուք ճիշտ ասած անժելայ դուք ինձ վատություն եք անում ես ներվեր ես գիտեմ ձեր ներվերը բայց այս ժողովրդի 10%-ն է 15%-ը պատկերացրեք ինչի է կատարում էլի մի հատ սանեք ում հետ եք դուք ում եք պատրաստում ինչի համար օրինակ սա ինչի համար անում եք ցանկացած հասարակության մեջ էլ կան այդպիսի զանգվածներ ինչի համար է անում այս խելագարությունը խելայողությունը ինչի համար է ես այդ հարցին պատասխանեմ հետեւյալ ձևով երկու պատճառ կա դրա համար նախ եւ առաջ նույնպես եմ ասում ինքը արդեն հասկացել է որ հասարակության գրեթե բոլոր լուրջ շերտերը արդեն Իրանից շուռ են եկել, դուք ինքը այլևս չունի հենարան որևէ լուրջ շերտում։ Ես դա ասում եմ ձեզ, ինչի որտեղ մենք որպես քաղաքական ուժ հիմա հարցումներ ենք անում եւ քանակական եւ որակական եւ տնետուն ենք աշխատում ամբողջ Երևանով աշխատում ենք եւ ասեմ դες ջախջախված է իր վարկանիշը։ Ուղղակի քանդված է, փլված է։ Ինքը դա շատ լավ գիտի։
Իրան մնացել է մենակ այն մի հատ շերտ, շատ ստորին շերտ կա, որոնք անասնական բնազդներով են ապրում բառիզմունի իմաստով, ինքը այդ շերտի վրա է աշխատում մեկ, եւ երկրորդը, ասեմ կարևոր մոմենտ կա։ Երբ որ մարդիկ վախեցած են լինում, վախեցած մարդիկ ոնց են այդ վախը հանում։ Եթե մարդը մենակ է լինում, վախեցած է լինում, ինքը վախից կարող է մեռնի։ Որպես ինքը չվախենա, այդ իրանք սա հավաքվում են մի հատ տեղ, ավտոբուս կլինի, մեքենա կլինի, թե գրուզավիկ կլինի, կարևոր չի։ Եվ սկսում են գորգռալ, ուրախանալ իրար հետ միասին, որպես այդ վախը թուլացնեն։ Հա, սա վախի բան է, հա։ Մարդը երբ որ ծանր վիճակի մեջ անում, չէ՞։ Մարդը կամ հարբեցողությամբ է զբաղվում, կամ գնում է ուրախության մեջ ապրում, որպեսզի գոնե այդ իր ծանր հոգեվիճակը կարողանա կոմպենսացնի։ Երբ որ մարդիկ սկսում են գորգռալ եւ շեւոր սաղ սկսում են իր այդ գորգռալ, այդ գոռոցը իրանց վախը հանում է։ Դա հոգեբանական շատ կարևոր խնդիր է եւ այդ իրանք այդ դրանով լուծում են այդ խնդիրը։ Եվ այդ իմաստով պետք է հասկանալ, որ այդ մարդիկ հենց դրանով են, բայց ինքը պատկերը այս մանավանդ այս իրադարձությունների ֆոնին շատ տհաճ է հանրության տեսակետից։ Երբ որ դրսից Մեր ժողովրդին եմ ուզում ասել, որ դրսից տեսնում են այս պատկերը, որ ինչա կատարում Իրանում, ինչա կատարում Միացյալ Նահանգներում, ինչ արձագանքում են տալիս Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, երբ որ տեսնում են, որ Հայաստանի այսօրվա ղեկավարները այսպիսի պատկեր ունեն, մարդիկ շոկ են ապրում, ունակ ինձ զանգում են, հարցնում են, բան ես ամոթից մեռնում եմ, ուղղակի ամոթից մեռնելու բան է սա։ Սա խայտարակությունը։ Այսինքն երկու բան է։ Ասենց ասեմ, հատակը մենք մտածում ենք, որ մենք արդեն հիջել ենք հատակ, բացում է հատակից արդեն թրթկացնում են։ Հասկանում եք, սա հատակը անվերջ է այս մարդկանց պարագայում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս էլ հասկանանք, որ բացի այդ ամեն ինչից նաև ամոթի մոտ հսկայական վիճակ է, սա խայտարակություն է։ Սա ոնց կարա երկրի ղեկավարը։ Բայց չեք նեղում, երբ որ ես ասում եմ ոնց կարա, այդ ինչ կատեգորիա մարդ պետք է լինի, որ այս ամեն ինչից հետո գնա սրանց հետևից։ Դուք ինձ ասում եք իրանց բան մի ասեք, ոնց։ Պատերազմի մեջ էս խելահեղություն, խելագարություն, եւ sense գազանի նման, կենթանու նման։ Անժելա ջան, կներես մի հատ հանգստացի մի բան։ Չգիտեմ, էս ինչ է։ Դա ես ինչ եմ ասում քեզ, էլ եկեք մենք բան չանենք։ Ինչ անենք։ Մարդ կա, չէ՞, իր հետևից գնացող մարդ կա։ Ես դրա մեջ դες ինֆորմացիա եմ տալիս, ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ճնշող։ Չի ուզում իրաց։ Մենք կոնկրետ ասեմ, մոտավորապես 80-85%-ը կատեգորիկ մերժում է իրանց։ Կատեգորիկ է մերժում։ Սենց ասեմ, որ դուք իմանաք։ Իսկ ցանկացած հասարակություն վերցրեք, ցանկացած։ Ես չգիտեմ մի հասարակություն, որտեղ այսպիսի խելագարությունից հետո 10 մարդ ձայն տա։ Դուք այսպիսի բան ես խնդրում եմ մի հատ օրինակ ասեք, ինչ որ մի երկրում ընտրությունից առաջ 8 տարի իշխանության եղած մի հատ խումբ, բանդայա խումբա, չգիտեմ ինչ, կործանել է ամբողջ երկրի կեսը, հանձնել է մաս սպանություն, սենց կենթանու նման թռվռում է եւ ձայն ունի։ Ասեք, այդպիսի մի ժողովրդի անուն։ Ասեք, Դուք ուղղակի չեք բոլոր ժողովրդների մոտ էլ 10-15% կա։ Միշտ բոլոր ժողովրդների։ Էս հատակ ասեցիք, հատակից այն կողմա չկա սենց բան։ Հատակից այն կողմը մենք հիմա չվիճենք, ես խնդրում եմ դուք գնացեք ուսումնասիրեք, բերեք ես շատ հետաքրքիր կլինի, մի հատ երկրի օրինակ ցույց տվեք, որ կործանել է երկիրը, հետո եկել է ասես թռնում է կենթանու նման, ասում է բոլոր երկրներում էլ ես ձայն ունեմ։ Տեսեք, չեք լսում։ Բոլոր երկրներում էլ 10-15% ոչ ավել։ Ոնց որ մեր մոտ նույն ձևի կա, բոլոր տեղերում էլ կա։ Դու այդ երկրներին դուք չեք ուսումնասիրել։ Եթե ուսումնասիրեք մի հատ օրինակ ասեք, որ երկիրը կործանելուց հետո խելագար ձևի էսպես արի, ձայն է ստացել, ասեք։ Ուղղակի պատահմամբ ասեմ, ես օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, պատահմամբ ասենք հիմա այս պայծությամբ այս մարդիկ ղեկավարում են այս երկիրը, ուրիշ երկրներում շատ քիչ երկրներ կան sense վիճակի։ Ես դե դրամար ասում եմ, այս մարդիկ ձայն են ստացել, 21-ին էլ են ձայն ստացել։ Դրանից առաջ էլ պատերազմից հետո իրենց ներկայացուցիչները սեղան, չգիտեմ, ինչ խրախճանքների մեջ էին, ինչ որ հարսանիքներ, խրախճանքներ, ու դա այսպես ցույց է տալի։ Արյունը դեռ չմահաց։ Ես մա դետալ ասեմ, որ պատկերացնես։ Զելենսկին մինչև ընտրության ժամանակ գիտեք ինչով էր զբաղվում Ուկրաինայում։ Միջև ընտրությունը ո՞րն է, Մինչև 17 թվականին, որ ինքը կապիկությամբ էր զբաղվում, 19 Կավեինի մարդ էր, հա, բայց համենայն Կավեինի մարդու ժամանակ, որպեսի պատկերացնեք։ Դուք տեսել եք ինքը ինչ օրգանով էր բանը դաշնամուր նվագում։ Չեք պատկերացնում, չէ՞։ Հիմա այդ մարդը դառնա երկրի ղեկավար։ Բայց միջև այդ երկրի կեսը դեռ չէր տվել, Հասկանում եմ ես։ Այսքան զոհեր չէր եղել։ Բայց այդ տիպի մարդը կներես։ Այդ ամեն ինչին գումարեք, որ այսքան զոհեր, այսքան երկիրը տալ, հանձնել, նորից նույն բանը շարունակել եւ վստահ լինել, որ 10 մարդ կա, որ իրաց ձայն կտա։ Ես դրա մասին եմ ասում։ Ուկրաինայում կներես մի բան ասեմ։ Ուկրաինայում
մոտավորապես 1.700.000 մարդ զոհվել է, վիրավորվել է եւ անհայտ կորած։ Մեկը գրել ասում է 10 միլիոն մարդ, նման մարդկանց տեղը գժանություն։ Այ 10 միլիոն մարդ Ուկրաինայից արդեն փախել են Հայաստանից։ Ես 10 միլիոն եմ ասում, պաշտոնական թիվ եմ ասում։ 1.700.000 վիրավորվել է, զոհվել է եւ անհայտ կորած է եւ 10 միլիոն մարդը փախել է։ Ինքը ինչ է։ Պլյուս շարունակեմ։ Բանա ինքը արդեն հիմա անօրինական նախագահ, որտեղ ընտրված չի այլևս։ Ինքը շարունակում է ղեկավարել, հենց այս փաստը բերեմ։ Պատասխանեմ։ Դուք ասում եք, որ վախի մթնոլորտ է, չէ՞, բանը վախի մթնոլորտով կարողանում տեսեք ինչ վախի մթնոլորտ է տարածել այնտեղ ինչ է ասում Զելենսկին մի բան լինում է ասում է կտանեմ քեզ պատերազմ անգամ ռադայում ինչ արես սպառնացել է այսինքն եթե մի քիչ ավելորդ բան ձեզ պահեք պատգամավորներին ասելա ձեզ ուղարկել եմ այսինքն ինքը այդ վախով դուք ասեցիք չէ որ այդ որակի մարդիկ ինչեր մնում իշխանության դրանց պատերազմ են Գերմանիայի արտգործնախարարը Բերբոկը նախկին արտգործնախարարը Պաշտոնապես հրապարակավ հայտարարեց, որ թեև ինձ ընտրել են Գերմանիայի քաղաքացիները, բայց ես շարժվել եմ Ուկրաինայի ազգային շահով ոչ թե Գերմանիայի։ Պաշտոնապես եմ ասում, ինքը արտգործնախարար մակարդակով նման բան հայտարարեց։ Կամ Մեծ Բրիտանիայի վարչապետը մի հատ կապիկ Ջոնսոնը, որը այս պատերազմի Բորիս Ջոնսոնը, որ ամեն ինչ արեց, որ չպայմանավորվեն եւ Ուկրաինան պատերազմ որպեսի դուք բանը տեսել եք, չէ՞, բանը Կարլսոնը կար, չէ՞, բանը։ Ես կասեմ, որ այնտեղ մարդկանց զոհեր եւ հայրենիքի կորուս չի եղել, որ ասեն դե լակոտներ են, բոմժեր են, թոթրվռան։ Այստեղ ահռելի ողբեր ազգային ողբերգություն, ինչ է եղել։ Ինչ է Մեծ Բրիտանիան շարունակվա, որ երկիր ուզում է, ինչ ուզում անում է։ Ինչ է Մեծ Բրիտանիան։ դառնա երկրի ղեկավար։ Այո դե մենք դրա մեջ ենք, աշխարհը դրա մեջ է։ Բայց 1000 տարվա պետականության փորձ ունի, 30 տարվա պետականության փորձ։ Դե դրա մեջ շպրտեցին, չէ՞ չմնաց։ Բան չունեմ ասում։ Ամենատեպս շպրտեցին, այնպես չի որ ինքը երկար ժամանակ Դե հիմա հունիսի 7-ին էլ սրա ժամանակն է։ Ես չգիտեմ, դուք որ հիմա արդարացնեք, ասում եք էլի 10% ինքը ձայն ունի կամ 3% ձայն ունի, էսա աբսուրդ էլի։ Ադելա ջան, ես նույնպես եմ գրում, մենք պետք է ընդունենք հետեւյալը, որ ժողովրդի մեջ կան տարբեր տեսակետներ, տարբեր շերտեր Եվ բարեբախտաբար կարամ ասեմ, որ այս կապիկությունը արդեն աջակցվում ընդամենը 10-15%-ի կողմից եւ այդ ցուցանիշը բոլոր երկրներում այդ ցուցանիշը կա։ Բոլոր երկրներում էլ քաղաքական կապիկները ունեն 10-15%, բոլոր տեղերում այդպես է եղել։ Բոլոր Ռուսաստանում էլ այդպես է եղել, Ուկրաինայում։ Պարզապես մեր բախտը չի բերել, որ այդ շերտի ներկայացուցիչը Հայաստանում ղեկավարում է։ Նույն բանը ղեկավարում էր, ասենք, բանը Վրաստանում 15 տարի առաջ այդ մարդներ ղեկավարում։ Շատ լավ։